Դիանա Գրիգորյանի «Գոյամարդ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում լարված իրադարձությունների պակաս չկա։ Հունանը կորցրել է իր ամենահարազատ մարդուն՝ Էռնային։ Բնականաբար Էռնայի մահվան համար նա մեղադրում է Ավոյին, բայց այստեղ Ավոն իհարկե ոչ ուղղակի, բայց իր մեղքի բաժինը հաստատ ունի։ Ոչ միայն Ավոն, այլ նաև Հունանը Էռնային թողեցին միայնակ իր ցավի և մերժված լինելու հետ։ Բայց եղած է։ Հունանը պետք է որ հանգստանար այս ամենից հետո ու հասկանար, որ սա պատիժն է իր բոլոր մեղքերի, բայց ոչ, նա կանգ առնել չի սիրում ու ավելի է չարացել, ինչպես ինքն է նշում, Էռնան իր հետ տարել է նաև իր մարդկային որակները, եթե իհարկե դա կար նրա մոտ։ Նա հրամայում է Արամին, որպեսզի գտնի Ավոյին, բայց հեռուստադիտողներից շատերը նշել են, որ հնարավոր է, որ հենց Արամն ինքն է Էռնային սպանել։ Արամը հենց այնպես չի եկել Հունանի մոտ ու հենց այնպես չէ, որ իր օրից անընդհատ հարցեր է տալիս։ Ինչ-որ մի բան կապված է Հունանի ու Արամի հոր հետ։ Հունանը չի սիրում, որ Արամը խոսում է իր հոր մասին, չնայած որ նրանք եղել են մտերիմ ընկերներ, հավանաբար նրա մահվան մեջ էլ Հունանի մատը խառն է։ Բայց Արամն այդքան էլ միամիտ չէ ու հաստատ եկել է ինչ-որ գործեր անելու ու հավանաբար նա ու Ավոն համագործակցում են։ Հեռուստասերիալում սպասվում են շատ հետաքրքիր ու ինտրիգային զարգացումներ ու հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ, բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ հեռուստասերիալի հերթական հետաքրքիր զարգացումների ականատեսը լինելու համար միացեք մեր ալիքին, որովհետև շատ շուտով հետաքրքիր գաղտնիքների բացահայտմամբ նոր տեսանյութեր ենք հրապարակելու։ Իսկ հեռուստասերիալում իրադարձությունների լարվածության պակաս, ինչպես արդեն նշեցինք, չկա։ Հունանը կոտրված է ու նրանից ամեն ինչ սպասելի է, հատկապես որ Գրիշոն նրան առաջարկում է, որ ինչ-որ ժամանակ ինքն ու Մանանը միասին առանձին ապրել, բայց պատասխանը պարզից էլ պարզ է, Գրիշոն դեռ այնքան չի վաստակում, որպեսզի կարողանա առանձին ապրելու հոգալ իր ծախսերը, և բնականաբար այդ ծախսերը պետք է հոգա Հունանը պատրաստ չէ այդ ամենին։ Ու նա Գրիշոյին ասում է, որ կարող է առանձնանալ, բայց իր բոլոր ծախսերն ինքն է հոգալու։ Դա բնական արձագանք էր, որովհետև Հունանը պատրաստ չէ որդուն բաց թողնելու, առավել ևս Մանանի հետ, որովհետև նա Մանանին որպես թշնամի է ընդունում։ Հեռուստադիտողները հիացած են նաև Նարեի կերպարով։ Գեղեցիկ, խելացի, հավասարակշռված ու հեռուստասերիալում շատ հետաքրքիր է քույր ու եղբայր հարաբերությունները Սարիկի ու Նարեի միջև։ Ճիշտ է, Սարիկը վրդովվեց ու ջղայնացավ Նարեի վրա վարկի պատճառով, բայց նա սխալ չէր ու ռիսկերը շատ մեծ էր հատկապես նման մեծ գումարի համար։ Ու հատկապես հեռուստասերիալում, քանի որ այդ ամենի մասին շատ է խոսվում, նշանակում է, որ այս գումարի հետ ինչ-որ բան պատահելու է, բայց առաջ չընկնելով նշենք, որ մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են լինելու։ Մանանը վերադարձել է պապի մոտ։ Բնականաբար ոչ թե Գրիշոյից բաժանվել է, այլ Գրիշոն հասկանում է, որ լավագույն տարբերակը, որպեսզի Մանանը հանգիստ լինի, դա միանշանակ իր պապի կողքին լինելն է, որովհետև հիմա Հունանն այն վիճակում չի, որ կարողանա ընդունել ու հասկանալ Մանանին, հատկապես որ Մանանի ներսում մեծանում է նոր կյանք։ Դե ինչ, միացեք մեր ալիքին։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կբերենք նոր ու հետաքրքիր նորություններ և իհարկե նոր գաղտնիքների բացահայտումներ։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե որ դերասանի կամ որ դերասանուհու մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ կպատմենք Դիանա Գրիգորյանի նոր նախագծի անակնկալների մասին։